Բրյանսկի ուղղությամբ ուկրաինական հրթիռային հարձակումը հնարավոր չէ լինի առանց բրիտանացի մասնագետների մասնակցության, ինչը Մոսկվան հաշվի կառնի իր հետագա քայլերում, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ըստ ռուսական լրատվամիջոցների, հարվածն իրականացվել է բրիտանական Storm Shadow զենքերով, թիրախավորելով հրթիռային համակարգերի կառավարման վահանակներ արտադրող գործարանը։ Հարձակման հետևանքով վիրավորվել է ավելի քան 16 մարդ։ Խոսելով բանակցային հեռանկարների մասին, Պեսկովը նշել է, որ թեև Աբու Դաբիում քննարկումները շարունակելն այլևս հնարավոր չէ, սակայն Ստամբուլը կարող է դառնալ եռակողմ հանդիպան վայր, ինչին կողմերը հավանություն են տվել։ Կրեմլի ներկայացուցիչը շեշտել է, որ Ռուսաստանը մշտական կապի մեջ է Իրանի հետ։ Երկիրը պատրաստ է աջակցել Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանը, թեև նախագահներ Պուտինի և Փեզեշքյանի վերջին հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ-ին ուղղված իրանական ենթադրյալ պահանջները չեն քննարկվել։ Անդրադառնալով ներքին անվտանգությանը, Պեսկովը նշել է, որ Կիևի հարձակումների կատարելագործմանը զուգահեռ Ռուսաստանը կշարունակի կիրառել տեխնոլոգիական պաշտպանական միջոցներ, այդ թվում ինտերնետի սահմանափակում, քանի դեռ դա անհրաժեշտ է քաղաքացիների անվտանգության ապահովման համար։